Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Բայց նա դες թեման վերջացնենք նոր էլի։ Բանը Ռուբինյանը, տեսեք հիմա մի իրավիճակ է, որ Վրաստանը կոնյակի արտահանման հետ կապված է խնդիրներ ստեղծում, Իրանում ստեղծված իրավիճակով պայմանավորված են հայկական բեռներն այդ ուղղությամբ դժվարությամբ են առաջ գնում։ Այս իրավիճակում Հայաստանի իշխանությունները ինչ ռիսկ կառավարում են, ինչպես են պատկերացնում։ Եթե նկատի ունեք տնտեսական գործունեությունը, պատկերացնում են այնպես, որ ամեն ինչ անեն, որպեսզի տնտեսվարողները ստեղծված իրավիճակում հնարավորինս քիչ խնդիրների բախվեն, եթե բախվում են, հնարավորինս արագ լուծեն։ Բայց եթե ռիսկերը գնահատվել են ըստ անվտանգության մասնակցել եք կամ այլ ռիսկերի, ինչու են այս խնդիրների բախվում։ Չհասկացա ձեր։ Նկատում եմ, եթե ռիսկերի գնահատումը արվում է տարածաշրջանի հայ պայմանավորված, Որտեղ։ Իրանական սահմաններում։ Հարգելի շողիկ, Իրանում ռազմական գործողություններ են։ Այդ եմ հարցնում, եթե ռիսկերը գնահատվում են, Ռիսկ գնահատելը չի նշանակում, որ ռիսկը վերացավ։ Ռիսկ գնահատելը նշանակում է, որ դրանից բխող խնդիրները կառավարում ես, հնարավորության դեպքում լուծում ես, եթե չես լուծում, ստեղծում ես այլընտրանք եւ այլն։ Հիմա այստեղ այլընտրանք Որ խնդրի։ Բեռնատարների, որ կանգնած են Որտեղ։ հայ-իրանական սահմանին հիմա բեռնատարները չեն ասնում։ Խնդրում եմ ինձ հետո հստակ տեղեկություն տվեք այդ առումով պատասխանեմ, որտեղ ես դրանից տեղեկացված չեմ։ Վարչապետ Փաշինյանը գրառում էր արել Լևոն Տեր-Պետրոսյանի ընտրագետ կայարության հիմնադիրը լինելու հետ կապված, ինքը երկրորդել է նրան համատելով Լևոն Զուրաբյանի հետ, պարոն Ռուբինյան, ձեր հայրը Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք 90 թվականներին եղել է Նախ չհասկացա ինչով է Լևոն Տեր-Պետրոսյանին Լևոն Զուրաբյանի հետ համատել է երկրորդ էլ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, բայց այո, ես համաձայն եմ, որ 1996 թվականի նախագահական ընտրությունները արդար ընտրություններ չեն եղել։ Եթե ես դա իմացել եմ միշտ, եթե դուք հետ գնաք օրինակ տեսնեք իմ հայտարարությունները, նույնիսկ մինչև հեղափոխություն, դուք կտեսնեք, որ ես անձամբ, բայց թողեք պատասխանում։ Բայց չգիտեմ, ենթադրում եմ շատերը այստեղ կարող են գոռաց լինել, բայց թողեք պատասխանեմ։ Շնորհակալություն։ Առաջնային հարցը ո՞րն էր, իմ հայրը։ Նախ մինչև իմ հորը հասնելը պատասխանեմ հարգելի Փայլակի հարցին։ Ես իմացել եմ դրա մասին, միշտ խոսել եմ դրա մասին, միշտ, եթե կրկին վեր հանեք իմ նախկին հայտարարությունները, նախորդ տարիներին, ընդհանուր հեղափոխությունից առաջ տարիներին դուք կտեսնեք դա։ Հորս մասին, եթե դուք վեր հանեք իր օրինակ մի հոդված կամ հարցազրույց 2011 կամ 2012 թվականին արված կրկին կտեսնեք, որ ինքը իր վերաբերմունքը արտահայտել է 1996 թվականի ընտրությունների վերաբերյալ։ Այսինքն իշխանության մաս է եղել այդ ընտրագետարը, Դե խնդրում եմ այդ հոդվածի անվանումը, եթե չեմ սխալվում, մեղավորը մենք ենք, խնդրում եմ գտեք եւ կարդացեք։ Այս փոստարկում է, այսինքն արձանագրել, որ ընտրագետարը իշխանության մաս է կազմել պարոն Ռուբինյան։ Ես կարծում եմ, եթե ես հիմա չպիտի մեկնաբանեմ իմ հայրը ինչ է արել կամ ինչպես, ես ձեզ ասացի, եթե ձեր հարցը հետեւյալն է, արդյոք անհետևականություն չկա իմ ասացի միջև 96 թվականի ընտրությունների մասին այն բերմամբ, որ իմ հայրը եղել է այդ իշխանության մեջ, ես ձեզ ասում եմ, որ չկա անհետևականություն, որովհետև իմ հայրը ինքը 2011 կամ 2, բայց դե թողեք ավարտենք էլի։ Թողեք, շատ լավ, հեսա կպատասխան։ Ես էլ եմ 2008-ին Լևոն Տեր-Պետրոսյանին աջակցել եւ Նիկոլ
Ես էլ եմ 2000 ես խնդրում եմ ավարտեք ձեր մենախոսությունը, ես պատասխանում։ Ավարտեցիք 2008 թվականին ես էլ եմ 17 տարեկան էի, բայց ես էլ եմ աջակցել Լևոն Տեր-Պետրոսյանին, հայրս էլ է աջակցել, Նիկոլ Փաշինյանն էլ է աջակցել, որովհետև մենք այն ժամանակ համարել ենք, որ ավազակապետական կամ ինչպես կասեր Լևոն Տեր-Պետրոսյանը, մոնղոլ թաթարական ռեժիմը պետք է շտապ ազատվել այդ Իսկ ռեժիմից։ ազգակործան պատուհացներից պետք է ազատվեն, թե չէ։ Լևոն Տեր-Պետրոսյանն էլի ասում։ Ինքն էր ասել, Հա։ ազգակործան պատուհացներից պիտի Դե տեսնում եք, սա այն կետն է, երբ որ ես Լևոն Տեր-Պետրոսյանի հետ ընդհանրապես համաձայն չեմ, եւ դրա համար ի տարբերություն 2008 թվականի չեմ աջակցում։ Պարոն Ռուբինյանի ինչ են ձեր թիմակից։ Ռուբինյան անցել է Շատ կարևոր հարց է տալիս։ Լևոն Զուրաբյանի։ Չէ, բացարձակ։ Հա։ Հիսուս քեզ Քրիստոս, չէ։ Իմ արկությունը չի անցել Լևոն Զուրաբյանի գաղափարների ներքո։ Ինչ է ասել, ով է ասել։ Ինչ է ասել։ Ինչի մասն է խոսքը, չեմ հասկանում։ անհասարակ է։ Չգիտեմ ինչի մասն է խոսքը։ Որովհետև հենց իր հետ հարցազրույցից հետո եք ասել, Խառնում եք երևի, հա։ Պարոն Ռուբինյանը, ձեր թիմակիցները Քոչարյանին զրպարտել եւ վիրավորել են ընդհանուր 15 միլիոն դրամի եւ նա դատի է տալիս, որ ապացուցի, որ կաշառակեր չէ Նիկոլ Փաշինյանին, Ալեն Սիմոնյանին, ինչպես էին ապացուցելու ձեր թիմակիցները, որ Ռոբերտ Քոչարյանը կաշառակեր է, որպեսզի այդ 15 միլիոնը չտան, թե այնուհանդերձ չեն կարողանալու ապացուցել։ Չհասկացա ձեր հարցը, հիմա դուք պնդում եք, որ զրպարտել եւ վիրավորել են Քոչարյանին։ Հարց եմ տալիս, ասում եմ ինչպես են ապացուցելու իրենց ասած։ Չգիտեմ, դատի ա տվել, թող դատը գնա, ինձ ինչ եք հարցնում։